Դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը։ Պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը։ Սրա մասին հայտնում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը, ում խոսքով մեղադրանքը չունի որևէ իրավական եւ օրինական հիմք։ Նշենք, որ Կարապետյանին առաջադրվել է տնտեսական բնույթի նոր մեղադրանք։ Դատարանը ավելի վաղ արձանագրել էր, որ Սամվել Կարապետյանին մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների մասով հիմնավոր կասկածը հաղթահարված չէ։ Սակայն, ինչպես նշում է պաշտպանական կողմը, զարմանալիորեն դատարանը հաստատված էր համարել մեղադրանքի այն հատվածը, որը վերաբերում էր Կարապետյանի մայր աթոռը պաշտպանող հարցազրույցին, այն որակելով որպես հրապարակային կոչ։ Այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է. Վերաքննիչ դատարանը համանման դիրքորոշում էր արձանագրել մերժելով թե մեր եւ թե դատախազության բողոքները։ Պաշտպանական կողմը, ինչպես նաև դատախազությունը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ։ Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը ուշագրավ է այնքանով, որ նշված լիազորությունը պետք է իրացվի բացառիկ դեպքերում։ Ստացվում է դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը,